Բարի երեկո, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնու Մթաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Միջանցքը և իշխանության գինը, Թուրքիան խոսում է Հայաստանի ապագայի մասին։ Միլիարդներ պաշտոնյաներին, ինչի համար են պարգևավճարներ ստացել նախարարներն ու աշխատակիցները, կառավարության հրապարակված ու չհրապարակված թվերը։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում իհարկե։ Ստեփանակերտի քաղաքապետի գործի վերաբերյալ կա դատավճիռ, ինչ որոշում է կայացրել դատարանը։ Բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել են 14 տարեկան արցախցի տղայի, փաստաբանի ահազանգի հետքերով։ Երեխա, որ ենթադրաբար կասկածում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, ու հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, այդ հարցում կարծում եմ նաև համոզվել են ոստիկանները։ Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն բանտ, վերաքննիչ դատարանը որոշում է հրապարակել։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք։ Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այն, ինչը ինքը կայացրել է։ Աննախադեպ դեպք, եպիսկոպոսը դատի է տվել եկեղեցուն, դատարանը կընդունի հայցը։ Քիչ առաջ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատել են ու նրան տեղափոխել բանտ։ Ավելի վաղ վերաքննիչ դատարանը հրապարակել էր իր որոշումը, ըստ դրա վերաքննիչը վերացրել է դեկտեմբերի 30-ին Առաջին դատարանի տնային կալանքի մասին որոշումը։ Տաշիր գրուպի սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր։ Դատավոր Սուրեն Խաչատրյան ոչ թե իդեպ հենց ուղիղ բեկանել է տնային կալանք, այստեղ մի քիչ իրավական տեխնիկայի հարց կա։ Ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վարույթ հարուցելու մասին որոշման բեկանման իր կողմից կայացված դատական ակտը, անկեղծ կասեմ, մենք իրավաբաններով ունենում ենք բավականին մեծ պատկերացումներ, ինչ որտեղ երևի թե ֆանտազիա ենք մեծ ունենում։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք։ Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այն, ինչը ինքը կայացրել է։ Արդեն ունեմ հստակ վարկած, թե ինչով է պայմանավորված, որ Սամվել Կարապետյանի մոտ ներկայումս առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Վարկածը նրանում է, որ այստեղ եղել է դիտավորություն դրա նկատմամբ։ Այսինքն իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ օրինակ իր մոտ առկա է թոքաբորբ, երկկողմանի, ֆիբրոզով, բայց միաժամանակ դիմել են անգործության։ Իսկ ինչի համար, այսինքն Հայաստանի Հանրապետության համար բացառապես լավ արած մարդուն նման առողջական վիճակի հասցնել։ Ավելի քան 1 տարի տևած դատաքննության արդյունքում Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վճռել է արդարացնել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավականու 5 անդամներին, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնեմ, որ նրանց մեղադրում էին, որ Ստեփանակերտին պատկանող մի քանի ավտոմեքենա ավականու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց։ Ոստիկանները 14 տարեկան տղային կասկածելով հանցագործության համար հարձակվել են նրա վրա և բիրտ ուժ կիրառելով ձերբակալել շքամուտքից, փաստաբան Ռոման Երիցյանն է ահազանգը հնչեցրել։ Հետագայում պարզվել է, որ ոչ մի հանցագործություն էլ տեղի չի ունեցել։ Բիրտ ուժ կիրառելով նրան ձերբակալում և տեղափոխում ոստիկանության մասիվի բաժանմունք։ Ընդ որում այդ տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ, այդ թվում նաև սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելով, գիտես քո արարքի համար քեզ ինչ է հասնում եւ այլն այսպիսի սպառնալիքներով։ Երեխան ընդ որում ոստիկանության բաժնում գտնվում էր առանց հոգեբանի մասնակցության, հոգեբանը բավականին ուշ է ժամանել, իսկ ծնողը այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2-3 ժամ հետո։ Արցախցիները նաև բարձրացնում են իրենց սոցիալական իրավունքի խնդիրները։ Մարտի վերջին փողոցային պայքար սկսելու մասին է հայտարարել Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանն ու շեշտել, որ հանրահավաք են իրականացնելու, որպեսզի կանխեն արտագաղթը։ Պնդում է, որ Հայաստանի իշխանությունն իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու և փակելու Արցախի էջը։ Մարտին փողոցային պայքար են սկսելու արցախցիները, նրանց խոսքով սոցիալական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն հանրային ճնշման միջոցով։ Արցախի պետնախարար Նժդե Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է հենց արցախցիների պահանջով։ Տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք ինչ կարող ենք անել, հաշվի առնելով մեր հայրենակիցների վիճակը, արտագաղթը,
Այսօր ունենք 20-25 հազար հայրենակիցներ, ովքեր արտագաղթել են, բայց վստահ եք չէ, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արցախցիների մեծ մասը այստեղ չէին լինի։ Արցախցիները հիասթափված են Հայաստանի իշխանությունից, որը միջազգային հարթակներում հայտարարում է պատրաստ են Արցախից տեղահանվածներին ապահովել Հայաստանում։ Արցախի պետնախարարի խոսքով նախկինում տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումները ցույց են տվել, որ գործնականում այդ պատրաստակամությունը չի վերածվում պատասխանատվության։ Պետնախարար նշանակվելուց հետո Հայաստանի կառավարությունը մեր հետ կոմունիկացիաներ չի պահում։ Եվ խնդիրը այն է, որ փորձում է հասարակական կազմակերպությունների հետ որոշ հարցեր քննարկել, սա իհարկե ակնհայտ է, ուր են տանում այդ ճանապարհները, փակել Արցախցիների իրավունքի հարցը եւ Արցախի իշխանությունների դերն նսեմացնել։ Հայաստանի իշխանության անտարբերության պայմաններում Արցախի իշխանությունը ստեղծել է բարեգործական հիմնադրամ եւ դիմել տարբեր բարեգործների մի քանի հազար արցախցիների սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով։ Ըստ Իսկանդարյանի, նրանց եւ օգնողներ են եղել եւ մերժողներ։ Հաշվետու ասուլիսի ընթացքում Արցախի հանրապետության պետնախարարը անդրադարձել է նաեւ քաղաքական հարցերին, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հրաժարվել նրանց ինքնորոշման իրավունքից։ Նա իրավունք չունի ուղղակի հանդես գալու եւ փակելու Ղարաբաղի հակամարտության էջը։ Իսկանդարյանը նաև քննադատել է Արցախի թեմի առաջնորդի դիրքորոշումը, կոչ անելով թեմի հոգևորականներին համախմբվել դադիվանքի հոգևոր սպասավոր Տեր Հովանեսի շուրջ։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործի վերաբերյալ առաջին դատական նիստը։ 37-ամյա նախկին քաղաքապետից բացի մեղադրյալի աթոռին են նրա ամուսինն ու զկեսրայրը։ Բոլորն էլ ազատության մեջ են։ Դիանա Գասպարյանը թեև խոստացել էր, որ տոներից հետո հանգամանալից կանդրադառնա քրեական գործին, այսօր հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել։ Ասել է մամուլի ասուլիս կկազմակերպի եւ կանդրադառնա գործին առնչվող հարցերին։ Ոչ մի կանխակալ կամ դրական ինչ-որ այլ վերաբերմունք հովանավորչական չկա, իսկ թե ինչի կանանք չի եղել, արդեն պետք է նախաքննության մարմինը պատասխանի։ Այսքանով ավարտենք։ Լավ, մեկ վերջանում։ Թեմայով է։ Տեղի է ունեցել եւս մեկ աննախադեպ բան։ Եպիսկոպոսը դատի է տվել հայ առաքելական եկեղեցուն։ Վիճարկում է վեհափառի որոշումը։ Խոսքը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգևորականներից մեկն է։ Փաստաբան Արա Զորաբյանի խոսքով հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ։ Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության 61-րդ հոդվածի համաձայն թեմակալ առաջնորդի նշանակում է ամենայն հայոց կաթողիկոսը եւ հանդիսանում է նրա ներկայացուցիչը։ Անհրաժեշտության պարագայում վեհափառը կարող է պաշտոնից հետ կանչել թեմակալ առաջնորդին։ Սա իրավական վեճ է, թե քաղաքական հաշվեհարդարի նոր հարթակ։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այս գործընթացը պետական եկեղեցական հարաբերությունների համար։ Մանրամասները Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որ Նիկոլ Փաշինյանին միացած հոգևորականներից է, դատի է տվել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Լուրը հաստատում է նաև նրա հիմնած հայ առաքելական եկեղեցու բարենորոգման շարժում անունը կրող կայքը։ Դատարանը կարող է քննել վեհափառ հայրապետի եկեղեցու կանոնների շրջանակում կայացրած որոշում։ Միջամտություն կարող է ունենալ։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով հակասահմանադրական քայլ է։ Իրավական առումով անտրամաբանական է, թե հոգևոր առաջնորդի գործողությունները ինչ քննարկման պիտի արժանանան, դա սովորական աշխատանքային հարաբերություններ չեն, դա կրոնական կազմակերպության ներքին կանոնակարգումներն են, հետևաբար աշխատանքային օրենսգրքի նորմեր չեն կարող տարածել։ Նիկոլ Փաշինյանի շարժմանը միացած եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունն ու վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը։ Այդ պահանջը դատարանը չի կարող բավարարել, կարծում է փաստաբանը։ Մասյացոտնի թեմի առաջնորդական նոր տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը կարծում է, ընթացք տալու դեպքում եկեղեցին քայքայելու նոր գործիք է հայտնվելու իշխանության ձեռքում։
Այդ որոշումը եթե կայացվի, ամբողջությամբ քայքայվելու է տրամաբանությունը, եկեղեցի պետություն, հարաբերությունների այն սահմանադրական նորմերը, որ գոյություն ունեն, դրանց ամբողջ տրամաբանությունը քայքայվելու է։ Բացի դրանից քայքայվելու է նաև ամբողջ եկեղեցու ներսում գործող նվիրապետական ամբողջ կառույցը։ Այստեղ շեշտադրում եմ, գաղափարը գործել է իր իրավասությունների շրջանակում։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ նշանակվել է 2021 թվականին հայրապետական տնօրինությամբ։ 2026 թվականի հունվարի 10-ին էլ հայրապետական տնօրինությամբ ազատվել թեմի առաջնորդ եկեղեցական պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականից նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի նոր տեղապահի համար անհասկանալի է եպիսկոպոս Սարոյանի մոտեցումը։ Ինչու ամենայն հայոց կաթողիկոսի նրա առաջնորդ նշանակվելու որոշումն ընդունելի էր, ազատվելու որոշումը չէ։ Չէ որ երկուսն էլ հայրապետն է կայացնում։ Փորձեցինք կապ հաստատել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մեր պետական կառույցները ինչու պիտի միջամտեն, որն է լիազորությունները իրենց։ Եկեղեցու ներքին կյանքը կառավարվում է եկեղեցու ընթացակարգերով եւ ոչ թե արտաքին միջամտությամբ։ Փաշինյանին միացած եպիսկոպոս Սարոյանն իր քայլով վերահաստատում է. արշավը ոչ թե անձերի, այլ եկեղեցու դեմ է, նշում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահը։ Եկեղեցու դեմ Գևորգ եպիսկոպոսի հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին, մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը կարծում է, հայցադիմումը մերժելու է դատարանը։ Անիա Բաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Օրը հագեցած է եղել նաև ներքաղաքական իրադարձություններով։ Նոր նախագծի քննարկում, շնորհակալական խոսքեր ու երբեմնի ընկերների փոխադարձ խայթոցներ։ Սկսենք սկզբից։ Ազգային ժողովում ընթանում էր Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը։ Արդարադատության նախարար Սրփոյի Գալյանը նախագիծ է ներկայացրել, որով գերատեսչությունը հստակ սահմանում է, թե ով է համարվում անհայտ կորած։ Նախագծով սահմանում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ, եթե հակիրճ ապա զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, պաշտպանության գործողությունների մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նոր կարգավորում է առաջարկում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որպեսզի լուծվի արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների հարցը։ Այժմ արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից կա, որոնց 27 տարին լրացել է և նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլ ընտրանք, քան 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկվելն է։ 2024 թվականին ընդունված օրենքում, որի հեղինակը նույնպես Սարգսյանն էր, նշված է, որ այն վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած անձանց։ Ըստ նախագծի օրենքը կվերաբերի 27 տարին լրացած բոլոր անձանց։ Այս օրենքով ես առաջարկում եմ լուծել այս հարցը մեկընդմիշտ, որպեսզի եւ մեր տղաները շահեն, եւ պետությունը։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Նշեմ, որ իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել եւ կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջեը մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ։
Այս ամենին զուգահեռ Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի միջև կոնֆլիկտը նոր երանգներ է ստանում։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սարգսյանն էլ հաստատել է հաջորդ գումարման խորհրդարանում չի լինի խմբակցության կազմում։ Քաղաքացիական պայմանագիրը մերժել է նրա դիմումը։ Հայկ Սարգսյանն ասել է, որ սահմանված կարգով բողոքարկել է վարչության որոշումը, իրեն հրավիրել են վարչության նիստի եւ իր համար ընդունելի որևէ պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն չի ներկայացվել եւ իր դիմումը մերժվել է։ Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը։ Ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Ես առաջիկայի ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ վարչության նիստ չանեն ու որոշեն, որ չէ Հայկի նկատմամբ սխալ են, կարեք եք ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում, ասեմ որ նաև նման ցանկություն չունեմ եւ անգամ բողոքարկելու չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում։ Ալեն Սիմոնյանն էլ պարզաբանել է, եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ԿՊ ցուցակից չէին հանի։ Իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին, բոլոր մնացածին այտենց չի ներկայացվել, ոնց որ Իրանա ներկայացվել որպես գործընկեր եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառները։ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Երբեմնի գործընկերոջ հետ հարաբերությունները կարգավորելու փոխարեն Սիմոնյանն ազգային ժողովի միջանցքում այսօր շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանիին աջակցության համար։ Սակայն երբ օտար երկրի արտգործնախարարը ոչ միայն մեկնաբանում է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները, այլև ակնարկում է, ով պետք է ղեկավարի Հայաստանը, ըստ քաղաքագետների, սա արդեն ոչ թե դիվանագիտություն է, այլ ուղիղ քաղաքական ազդակ։ Ինչ է իրականում ուզում Անկարան եւ ինչ դեր է վերապահում Հայաստանին այս մեծ տարածաշրջանի խաղում, մանրամասները Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը խոսում է ոչ միայն Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների մասին, այլև հրապարակավ ընդգծում է Երևանի կառուցողական դերը այդ գործընթացում։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություն է սպասվում, եւ դա եւս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կլանում, եւ Թուրքիան դա այլևս չի ելթակցնում։ Թուրքիան ողջում է, Թուրքիան որոշումներ է կայացնում, նույնիսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակների համար։ Եվ սա այն դեպքն է արդեն, ինչի մասին մենք խոսում էինք առնվազն 2020-ի պատերազմից հետո, սակայն 5 տարի անց արդեն իրենք որևէ բան ծածուկ անելու կամ ենթատեքստերով ասելու կարիք չունեն, իրենք ասում են ուղիղ, իրենք ասում են հստակ։ Թուրքիայի արտգործնախարարը բաց տեքստով հայտարարում է. Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունները կիսում են նույն նպատակը, եւ Հայաստանին մնում է կատարել մի քանի քայլ։ Իսկ ինչ քայլերի մասին է խոսքը։ Այդ մի քանի բանը կարող են վերաբերել շատ հարցերի, ոչ միայն ճանապարհային հարցերին, այլ նաև կապված հենց նույն սահմանադրության փոփոխության հետ, որը գիտենք Բաքուն է ներկայացնում որպես պահանջ, բայց Անկարան էլ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունը կախված է նաև թե Ադրբեջանը որքանով բավարարված կլինի Հայաստանի հետ քաղաքական գործընթացի իր պայմանների հարցում։ Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է ավելի համահունչ դառնա այն պատկերացումներին, որն ունի Թուրքիան աշխարհաքաղաքականության տրամաբանության մեջ։ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Թուրքիան նպաստավոր է համարում Փաշինյանի քաղաքականության շարունակությունը, սակայն ֆորմալ առումով չի միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Բայց նաև հասկանում ենք, որ Թուրքիան ամեն կերպ կփորձի իր շահերի տեսանկյունից իր ազդեցությունը ունենալ Հայաստանում ներքաղաքական process-ների այս կամ այն զարգացման հարցում
Ֆիդանի հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենց ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը Անկարայի համար ինքնանպատակ չէ։ Այն առանցքային օղակ է միջին միջանցքի Տրանսկասպիան միջազգային տրանսպորտային ուղու ամբողջականացման համար, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ որպես սպասարկող տարածք։ Տեսեք ինչ որտեղ խաղաղության քողի տակ եւ այդ ոգու համահունչ, որը խոսում է հատկապես մեր իշխանությունները, փորձում են բարեդրացիական, եղբայրական հարևանների հետ զրո պրոբլեմ, հա, ժամանակին Դավիթ Օղլուի քաղաքականություններ բերեն այն կետին, որ խաղաղության հարցում, երբ որ բացվում են ճանապարհները, երբ որ յենթակառուցվածքները համատեղ շահագործվում են, ապա վտանգները վերանում են։ Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ շեշտում է. միջանցքը պետք է իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Մետաքսե Հակոբյանի համոզմամբ Թուրքիան վաղուց է ուղղորդում Բաքվին, իսկ Արցախը կորցնելուց հետո Հայաստանը վերածվել է ճշմարտ ենթակա սուբյեկտի։ Արցախը դուրս բերել բոլոր process-ներից, Արցախը հանձնել, դա հենց նշանակում էր Հայաստանը դարձնել սուբյեկտ բոլոր առումներով։ Դա բացի անվտանգային, բացի մնացած բոլոր հարցերը զուտ արտաքին քաղաքականության մեջ հենց պայմանավորված Արցախի հարցի փակումով այս իշխանությունների կողմից Հայաստանը արդեն դարձավ սուբյեկտ։ Վերլուծաբանների կարծիքով Փաշինյանի վերընտրման վերաբերյալ Թուրքիայի դրական վերաբերմունքը սերտորեն կապված է միջին միջանցքի եւ թուրքական աշխարհի ձևավորման ռազմավարության հետ։ Անկարան ուշադիր հետևում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղերձներին։ Հարցը մեկն է. այս գործընթացում ով է իրականում վերահսկող կողմը։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։ 12 միլիոն դրամ կամ 31,000 դոլար պարգևավճար Նիկոլ Փաշինյանին այս տարվա կատարած աշխատանքի համար։ Պարգևատրվել են նաև փոխվարչապետները, աշխատակազմի անդամներն ու նախարարները։ Յուրաքանչյուրը համոզված է, որ պարգևատրվել են կատարված աշխատանքի դիմաց։ Իսկ իրականում ինչի համար են միլիարդավոր պարգևավճարներ ստացել պաշտոնյաները։ Կառավարության հրապարակած ու չհրապարակած թվերն ուսումնասիրել է Սեդակ Գյուղեղյանը։ Մոտ 12 միլիոն դրամով կամ 31,000 դոլարով է պարգևատրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի առաջին կիսամյակի կատարողականի համար։ Դրանից բացի կառավարության ղեկավարը մոտ 1,970,000 դրամով առանձին տողով է պարգևատրվել։ Հունվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին սակայն լրագրողի հարցին, թե որքան է կազմել պարգևավճարի չափը, Փաշինյանը ուղիղ չպատասխանեց։ Փոխարենը թվարկեց հիմնավորումներ, թե ինչու են ինքը եւ մյուս պաշտոնյաները նման պարգևավճարներ ստացել, վերջում կարևոր հավելում արեց։ Պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Եթե Փաշինյանի ստացած պարգևավճարների չափը հայտնի է, առողջապահության նախարարությունից օրինակ հրաժարվել են լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրել, թե որքան գումար են ստացել նախարարը եւ տեղակալները։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը նշում է, հարցմանը պետական մարմիններից մերժում են հիմնականում մեկ հիմնավորմամբ։ Լավ կլիներ իմանալ, թե կոնկրետ ինչ հիմքով են մերժել տեղեկատվությունը տրամադրել, եթե եղել է գրավոր հարցում, բայց սովորաբար նախկին փորձը ցույց է տալիս, որ հիմնականում մերժում են անձնական տվյալ լինելու հանգամանքով պայմանավորված, ինչը հակասում է եւ անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությանը եւ տեղեկատվության ազատության մասին օրենսդրությանը։ Ըստ Դոյդոյանի այս պատճառը անհիմն է, քանի որ պաշտոնատար անձինք, ովքեր հայտարարագրում են իրենց եկամուտները, ըստ հանրային ծառայության մասին օրենքի պարտավոր են տեղեկատվություն տրամադրել հարցման դեպքում։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը չի խուսափել իր պարգևավճարի չափը հանրայնացնելուց։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում իհարկե։ Նախարարը գումարի այս չափը համարում է ամբողջ տարվա աշխատանքի դիմաց վարձատրություն։ Նույնքան պարգևատրվել է նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։ Նա պարգևավճարի այս չափն իր աշխատանքի գնահատականն է համարում։ 5-ից 7 միլիոն, 7 միլիոն, հանուն ինչի են օրինակ 6-7 միլիոն Դա կառավարության որոշումն է եղել, դա աշխատանքի գնահատական։ Կառավարության պիլոտային ծրագրի շրջանակում բյուջեից շուրջ 3 միլիարդ դրամ է դուրս գրվել որպես վարչապետին, աշխատակազմի աշխատակիցներին եւ 2 փոխվարչապետների կատարողականի գնահատական։ Թե ինչպես է գնահատվել նրանց կատարողականը, հասանելի չէ հասարակության համար։ Transparency հակակոռուպցիոն կենտրոնում դա խնդրահարույց են համարում։ Չի երևում, թե ի վերջո ով է ինչպես է դա
հանրայնացվում, հրապարակվել է եւ այլն։ Այս խնդիրը իսկապես ես օրինակ սա տեսնում եմ որպես խնդրահարույց, որովհետեւ շատ լավ կատաղականը գնահատեցինք, իսկ ով է դա ուրեմն հրապարակելու, ինչպես է այդ հրապարակումը լինելու, կարծես թե չկա։ Չնայած պարգևավճարների հաշվարկման մեխանիզմը սահմանված է կառավարության որոշմամբ, պարգևավճարների չափերն ու հիմնավորումները տարբեր պաշտոնյաների դեպքում հրապարակային են դառնում անհավասար կերպով։ Մինչ որոշ պաշտոնյաներ հրապարակում են իրենց ստացած գումարների չափը եւ այն ներկայացնում որպես աշխատանքի գնահատական, մյուսները տեղեկություն չեն տրամադրում անգամ գրավոր հարցումների դեպքում։ Արդյունքում բյուջետային միլիոնների իշխման մասին տեղեկությունները հանրությանը հասանելի են դառնում ոչ ամբողջական։ Սեդա Կյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բուխարեստում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են իրականացրել օրենքի դեմ, որը մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսում ռասիստական եւ հակասեմական արտահայտությունների համար։ Ցուցարարները դա համարում են խոսքի ազատությունը ճնշելու գործիք։ Պուտինը Նեթանյահուի հետ զրույցից հետո հեռախոսով զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Պեսկովը նշել է, որ տարածաշրջանում վիճակը չափազանց լարված է եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը շարունակում է ջանքերը նպաստելու դրա դե-էսկալացիային։ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել եւ չի լինի խաղաղության համար խոչընդոտ։ Նա արձագանքել է Դոնալդ Թրամփի նախորդ օրվա հայտարարությանը, որում Թրամփն ասել էր, որ Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման գլխավոր խոչընդոտն է։ Զելենսկին հայտնել է, որ հեռախոսով զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել են Ուկրաինայի համար նախատեսված հակաօդային պաշտպանության համակարգերը եւ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական աշխատանքը։ Եվ վերջում, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն նահազանգ է հնչեցրել, որ կոտրում են WhatsApp հաշիվներ, հորդորել է միացնել պաշտպանության երկփուլային տարբերակը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, կհանդիպենք բարի գիշեր։